Նիկոլ Փաշինյանը այցելեց Շիրակի մարզ, Գյումրի քաղաք, ճանապարհին նա կանգ արեց և կտավ մեկ կարտոֆիլ։ Այդ պահին Երևանում մեր ձևով շարժումը հանրահավաք էր իրականացնում ի աջակցություն Սամվել Կարապետյանի, ի աջակցություն եկեղեցու և սրբազանների։ Նույն պահին կրծոն մեր Խաչատուր Սուքիասյանը իր պենզալոցակայաններում ակցիա էր իրականացնում, որով փորձում էր Երևանում ստեղծել խցանումներ։ Բարև ժողովուրդ, լրիվ տեսանյութս կարող եք դիտել իմ յութուբյան ալիքում, ուղիղ խոսք յութուբյան ալիքում, և միևնույն ժամանակ ուզում եմ բոլորիցս շնորհակալություն հայտնեմ այն մարդկանցից, ովքեր որ աջակցում են ինձ ֆինանսական, այս հաշվի համարներով փոխանցում են գումարներ, ասեմ ձեզ, միայն ձեզ աջակցությամբ եմ ես կարողանում եմ գործս անել։ Այո, այն պահին, որ Երևանում կամ այլ մարզերում, քաղաքներում մոտենում ասում եք, որ Արթուր ջան, ճիշտ բան կենես, ճիշտ խոսաս, այդ ամեն ինչ ունի ֆինանսական կողմ, և միայն ձեր շնորհիվ որ ես կարող եմ այսօր այս ամեն ինչը իրականացնել և պահել ուղիղ խոսքի գաղափարախոսությունը, պահել ու խոսալ ուղիղ բոլորիդ հետ։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է բոլորիդ լայքերը, տարածելը, չգիտեմ, կոմենտներ գրելը, սա շատ կարևոր է։ Ուրեմն ժողովուրդ ջան, երեկ Նիկոլ Փաշինյանը այցելեց Շիրակի մարզ, չգիտեմ ինչու համար, ըստ երևույթին դպրոցների բացումների, բայց ուր գնաց խայտարակության մեջ ընկանք։ Դիտեք մի կադր, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը կանգ է իրականացրել և գնում է դաշտ ժողովրդի հետ։ Հայմարդ, WhatsApp-ակախի միջի բարը պետք չէր տնելու, ես Նիկոլ Փաշինյանի կադրը տերեք։ Այստեղ մենք տեսնում ենք ճանապարհին, որտեղ որ կարտոֆիլ չկա, Նիկոլ Փաշինյանը կդավ մեկ խոշոր կարտոֆիլ, այսինքն այս կարտոֆիլը չէին կարող մոռանալ, սա տրված էր հատուկ Նիկոլ Փաշինյանին գտնելու համար, նա կդավ, նա իրականացրեց իր միսիան և կդավ կարտոֆիլը։ Եվ հաջորդ կադրում մենք տեսնում ենք ինչպես գոհունակ դեմքով ժողովուրդն ասում են բարև Փաշինյան ջան։ Գիտեք, ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե այդտեղ տեխնիկա աշխատեր, չէ՞ որ ամբողջ աշխարհում այսօր կան կարտոֆիլ հավաքելու տեխնիկան, ամբողջ աշխարհում կա տեխնիկա, որը գյուղատնտեսությունը դարձնում է ավելի բարենպաստ և կարևոր, բայց մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց և տեսավ գոհունակ մարդկանց, ովքեր որ արևի տակ, չգիտես ինչու, միայն իրենք էին այդ դաշտերում, այլևս մարդ չկար, սպիտակ, շատ սիրուն մեշոքները տրված, հոգիկ, բայց տեսնում խոշոր կարտոֆիլ մոռացել էին ջամփի վրա։ Ինչևէ տեսնում ենք, որ սա հերթական PR ակցիան էր շատ վատ կազմակերպված, նույնպես ներկայիս մարզպետը փորձել էր շոու կազմակերպել, 1000 անգամ씩 այդ շոուներին թարգ տվեք, բայց չէ, այս մարդիկ չեն փոխվում։ Սա մի կողմ գնաց նաև մեր մենձն վարչապետը Ախուրյան համայնքում դպրոցի բացմանը։ Որտեղ ինչ դες, մտավ մի տալիճ, որտեղ որ դասարանի կեսը բարձր էր, կեսը ցածր էր, հարց տվեց, սա ինչ է։ Այնտեղ մեր Ախուրյանի համայնքապետը շեշտեց։ Սա լուծում է, որպեսզի երկու դասարան կարողանան Բայց մեջտեղը պատմում չէ։ Երկու տարբեր դասարաններ, տարբեր արարկաներ սորվելուց, ես պրոտը կուզեմ հասկնամ, ինչ հիպոթետիկ նորաձևություն եք մտցրել կրթության մեջ։ Սա մի աբսուրդ էր, սրապես աբսուրդ էլ չկա ժողովուրդ։ Ուրեմն դպրոցը դասարանը բռներկու մասի են կիսը, կսե տալիճ է եղել, ու մեջտեղը կիսող ոչ մի բան չկա։ Անկամ Նիկոլն երավ, լավ ես էլ մի կողմ, այցելելով Շիրակի մարզ չգիտեմ ինչու Նիկոլը որոշեց Գյումրի քաղաքով ոտքով պտտվել։ Հավոր, իմաստ կար, քեզ կար լեննական ոտով մանկալ, պարոն հայկական ժամանակ թերթի գլխավոր խմբագիր։ Ժողովուրդ, սրանք չեն փոխվում։ Եվ այդ պահին տեղի էր ունենում Երևանում հանրահավաք, որտեղ որ մեր ձևով շարժումը աջակցում էր Սամվել Կարապետյանին։ Գիտեք, ամեն ինչ այսքան տխուր չէր լինի, որ մեր ձևով շարժումը չկազմակերպեր այդ հանրահավաքը այն բարձր մակարդակին, որպեսզի Նիկոլի
Էմապալյանի նման ուսապարգերը չկարողանային ոչ մի բան գտնել, այլ կդան մի պաստարի վրա մի փոքր դարասխալ։ Սա փիարեցին բոլորով, սա կիսվամ բոլորով, ինչքան ուսապարգ կա կիսվապսի ժողովուրդ։ Հետաքրքիրը գիտեք որն է, այս ուսապարգերը երբևիցե չեն կիսվի, թե ինչ դարասխալներ, ինչ վրիպակներ կան մեր դպրոցական դասագրքում։ Օրինակ 9-րդ դասարանին եթե չեմ սխալվում, զինվորական դասընթացների գրքում մեր ուսապարկները կարողացել են մայորի ուսադիրի կողք գրել, որ դա մայորն է, դա գնդապետն է և փոխ գնդապետն է, այսինքն սրա նման վրիպակներին, որոնցով իրանք երեխա են դաստիարակում, սրա մասին ոչ մեկ ոչ մի բան երբևիցե չի խոսել, որովհետև ուսապարկների մեջ կա տեղադրված բրաշիվ կա, որպեսզի տեսնել միայն դիմացինի սխալները, իսկ իրենց աչքի միջի հսկա գերանը երբևիցե չեն տեսնում։ Չմոռանաք Էմապալյանին հարց տանք, թե ինչ եղավ Էմա ջան, պատիես նորա զավթել եք կեսրանցը, թե ինչ որոշեցիք։ Սա մի կողմ, օրինակ շատ դժգոհ եմ Նարեկ Կարապետյանից, ահավոր դժգոհ եմ, ինչի։ Նարեկ Կարապետյանը եկած 3 ցույցի ժամանակ հայտարարեց, որ ասֆալտ փերելը տալու են Նիկոլագաններին, այ մարդ, Նարեկ ջան, ես պրոստը չեմ ասկնում, ախր ես մարդիկ ասֆալտ փերելուց են կան հեռու են, օրինակ տիատես, Արևիկ, Գյումրի այդ ճանապարհը հատվածը, այս մարդիկ տենդերով նախատեսել են ավազակոպիչ, բայց լցնում են հող, և սրա մասին ոչ Շիրակի մարզի մարզպետն է տեղյակ կամ չի տեսել է, ոնց կարես մարդկանց վստահել ճանապարհաշինություն, երբ որ Բայենդուրի ճանապարհը ծախսեցին հսկայական գումարներ ու պարզվավ, որ ճանապարհը անորակ է։ Չէ, Նարեկ ջան, պետք է մի հատ ճիշտ է, դու ձեր շարժումն է դուք եք, բայց քանի որ քսեք մենք ենք, բեր խորհուրդ տամ, դուք կարող եք այս մարդկանց վստահել միայն մի կարի արտադրամաս, որտեղ նրանք պետք է կարեն ուսապարկեր։ Սա նրանց մոտ ամենալավն է ստացվում։ Ուսապարկերի արտադրության մեջ Նիկոլ Փաշինյանը թիվ 1-ն է աշխարհում։ Եվ այնտեղ եւս քանի դրվագ կան, ինչ որ 40,000 դրամ է շրջանառվում, չգիտեմ, համ Թադարանի թեմը հավաքվածների, համ այստեղ ցուցարարների մեջ, ինչ որ վերջը չկդան, մեր խելագարի էին կդեն, օրքսեր որ 40,000 դրամ կպաշնեն Կոմայգու կողքի հյուրանոցը, թե Կոմայգու կողքի հյուրանոցը ինչ կապ ուներ հակակոռուպցիոն Թադարանի հետ կամ ինչ կապ ուներ Կոմայգու կողքի հյուրանոցը Ազատության հրապարակի հետ, չգիտեմ, բայց այս մարդիկ ելեք օրում կոչում էին, որ 40,000 դրամ է բաժանվել։ Ճիշտ է, շրջեցի այդ ժողովրդի մեջ, չգիտեմ այդ 40,000, ճիշտ նոր ասեմ, կդա մի 100 հոգի, օրսեցին, որ Արտուր ջան 40,000-ն որ կուտան, կրնա սաղից տեղը, ստանաս տիա ցուցակը կրել են, բայց չկդանք, չկար։ Ոստեղ էր որ կսե այս անտեր բաղթ բաժներուց ես ուրդեղ եմ եղել, չգիտեմ։ Հետո կդան այս ուսապարկների թիմը, այսինքն Ցիվիկը կդավ մի հատ Տոտայի, Ղարաբաղից եկած տիկնոջ, որը բողոքում էր հոկտեմբերանի Տաշիր պիցայից, որ իրեն գործից արձակել են ինչ որ Ղարաբաղցի լինելու պատրվակով։ Բայց այդ մարդը հույսը կապել էր Սամվել Կարապետյանի հետ, ու եկել են այնտեղ ուքսեր Սամվել Կարապետյանին որ բաց տոնան, ես կերտամ անձամբ խնդրեմ օրենքի վերականգնեն։ Տիկին ջան Սամվել Կարապետյանին խնդրելու կարիք չկա, Սամվել Կարապետյանի թիմը Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ անպայման կզբաղվին, իսկ այն անկրագետներին, ովքեր որ սրա այս թեմայի շուրջ փորձելու են վիարվել, ասեմ, որ գիտեք, Տաշիր պիցան դա մի փոքր ընկերություն չի, կարող են տարբեր տնօրեններ լինել, կարող են տարբեր պատճառներ լինել, ուստի սա եւս պետք է հասկանանք, թե լավ վերջին չեն անետ կնոջը, եւ ես հույսով եմ, որ մեր ողջաշման համակարգող Նարեկ Կարապետյանը այս թեման նույնպես իր ուշադրության կենտրոնում կպահի։ Գնալով առաջ ասեմ, որ այնտեղ կային շատ, օրինակ տեսեք,
Երեկվա հանրահավաքը տարբերվում էր դատարանի դիմաց տեղի ունեցող հանրահավաքին, դատարանի դիմաց ավելի շատ հարազատներ, ավելի շատ այսպես իրենց ժողովուրդն էին հավաքված, բայց երեք Ազատության հրապարակում ավելի շատ քաղաքացիներ էին, որոնք որ դժգոհ էին Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, բայց պրոբլեմ կար, այնտեղ մի մարդ ինձ մոտեցավ, պրոբլեմ ասեց, որ ես իրեն քստիկյան չէի երբևիցե դրա մասին մտածել, վախի մթնոլորտ։ Բոլորը վախենում են այսօր Նիկոլ Փաշինյանից, որ իր թիմը, եթե մարդկանց տեսնեն այնտեղ, կարող է վրեժխնդիր լինել, զրկել աշխատանքից, զրկել հնարավորություն գոյատևելուց, որտեղ Նիկոլյանց մոտ է ընդունված պրակտիկա է։ Շատ ուշադրություն կուզենայի գրավել Նարեկ Կարապետյանի արտահայտությանը, որ ուխտ է տեղի ունենալու, ես ինքս շատ կողմ եմ դրան, բայց այսօրվա իրենց կազմակերպած ամսու 19-ին դա արդեն ուխտ չի, դա մոմովարություն է, ուխտ, իշկար որ ես եմ տեղյակ, ուխտ ոտքով եմ գնալու եւ ես մտադիր եմ վաղը երկուշաբթի օր ամսու 29 տարեկան հայտարարը ոտքով եմ գնալու ուխտ Գյումրիից մինչև Էշմիածին, ով միանալու է խնդրեմ միացեք, մի անգամ փորձեցի շոկը չստացվավ, առողջական խնդիրներից ելնելով, բայց այս անգամ տրամադրված եմ ավելի այսպես տրամադրված եմ մինչև Էշմիածին ոտքով հասնելու, ովքեր ուզում են միացեք հասնենք այնտեղ։ Եվ ամենակարևորը, հայտարարություն տեղի ունեցավ, որ Սամվել Կարապետյանն է գլխավորելու 2026 թվականին մեր ձևով ապագա ստեղծվող կուսակցությունը, որի համար շատ ուրախ եմ, ասեմ ինչու, որովհետև չկա մարդ, ով որ այս կյանքում աշխատել է, ստեղծել է որոշակի կապիտալ, որը չի կարող ծախսել իր ծորը, այս մարդկանց համար մնացել է այս կյանքում մեկ նպատակ, թողնալ անուն, որ տարիների ընթացքում դու կյանքում աշխատում ես, ստեղծում ես ու գալիս է մի պահ, որ դու ունենում ես մի նպատակ, թողնալ այս կյանքում անուն։ Այս պատճառով ես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանի ճանապարհը լինելու է անկեղծ, երկիրը տանելու է դեպի բարգավաճման, դեպի դրախտավայր կառուցելու համար։ Հայաստանը կստացի դրախտավայր է։ Եվ մինչև վերջը, որպեսզի մի ուզում եմ մի տրվագել տեղադրեմ իրար հետ նայենք, մի չգիտեմ ով է, ըստ երևույթին ազգային ժողովի պատգամավոր է կամ հերթական ուսապարկն է, որը ասում է, որ ուղղակի թքեցին վրեն եկան կայնան։ Իսկ մեր մոտ, մեր հեծի վրա թքում է Սամվել Կարապետյանը ու մեր վրա է։ Ասում է, որ ասում է թքել եմ ձեր վրա էլ, ձեր հեծի վրա էլ։ Ռուսաստանից թողեց գնաց, սաղի վրա թքեց, գնաց, արա, դու գիշեր, նախ Սադավոդն ու մյուսը մնագը Ադրբեջանի այդ օլիգարխների վերահսկողության տակ թեբիլ մի եղիտ կան։ Երկրորդը, Սամվել Ադրբեջանը չփորձեց իր հարուստներից, իր այդ մարդկանցից, ովքեր դրսում կապիտալ են աշխատել, Հայաստանում ներդրում կենեն, չփորձեց Ադրբեջանը իրանցի ներդրումը խլել։ Իսկ դու կուսապարկների կուսակցություն, այսինքն քպայականները, դուք փորձում եք հայից, որը դրսում աշխատել ստեղծել է, ներսում խլել։ Դա շատ վատ է։ Ու դուք անընդհատ փորձելու եք հիմա նախ Սամվել Կարապետյանն ասած թքած ունեմ հեծի վրա, այսինքն կապիտալի մասին էր խոսքը, ոչ թե մարդկանց։ Դուք ամեն ինչի մեջ, դուք եկան նենք եք, եկան աղմախ եք, որ դուք ամեն ինչի մեջ կփորձեք գտնիք, որ ժողովրդին վիրավորեց։ Դուք եք ելել փոխանակորեն փոխեք, փոխանակ կարգավորեք, փոխանակ զարգացման տանել, ելել եք խելելու ճանապարհին եք ընկել։ Դուք եք մարդու ունեցվածքը կուզեք խլեք, չեք խնդրեցեք, ախպերդ գիտես պետությանն այսօր պետք է կուտած, դուք ելել եք կսեք խլենք պետք է։ Բայց դրա մասին ինչ ես խոսար մարդուն, հային, որը միլիարդերով փող է ներդրել Հայաստան, ելել եք ձերից ունեցվածք խլեք։
այլ փոխկով է զբաղված Ադրբեջանի օլիգարխներով հույս ունենալով որ վաղը միսօր մանատ են տալու քեզի կա դու ով ես դու ինչ գիտես սադավոդն ինչ է դու ինչ գիտես կրոպուստիցին ինչ է ում ծերն է ելել եք բարբաջելով մանկու կատ ենքան եք էժնցե որ չիտեք ինչ խոսակ արդեն դուք ամենօրյա ռեժիմով կտեսնիք Սամվել Կարապետյանի ուժի շարժման աճը դրա համար դուք մենակ մեր բանում կարող եք լինել մրտ տալով վնկես տալով պատերի տագման կար Նիկոլ Փաշինյանն որ քսեր դադավորները վնկստացող դադավորները այսինքն նկատուներ Են վնկստացող դադավորները ովքեր որ սրբազան գտադեն Են վնկստացող դադավորները որ հայի տեսակի բարեգործին գտադեն Են վնկստացող դադավորները որ Նիկոլ Փաշինյանի ճտտոցով սաղին գտադեն Իմիջալոց է Ոչ մեկը հույս չունենա որ Նիկոլ Փաշինյանը ցեզի պահե Նիկոլ Փաշինյանն իրականությունում ժողովուրդ ջան գնացող կերպարն է մարդ որը արդեն հաջողություն է սև վարչապետի աթորին Եթե չլիներ դա Նիկոլ Փաշինյանը սա չէր անի ձեզ տիպը սիրում է ձեզ բայց նայեք սիրելով ձեզի ցույց կտա նաև այս վերևի հատվածը որը մասոնական աշխարհի նշանակի է դες նա նաև ասում է որ ես նայում եմ ձեզ Եվ մի օր անպայման ձեզ տոմպելու եմ Էրիգիրա պարապաշարնայում եմ մի վրս մունակ կուկակ ես ինչ եմ Եղում ես չեմ սե Նիկոլը չիս է տոմպեմ հա վեր չկուզեմ Է տոմպելուց խոմ բրի չեր տա ուշին տոմպե կողքը ծեր տագնով կա դորը բլի տոմպել գժվանցով կա Մի խոսքով ժողովուրդ չան Կոչ եմ անում պարոն Նարեկ Կարապետյանին այլևս պաշտոններ չպաշխել ԿՊ-ի համար կա նախատեսված հատուկ պաշտոն, դա ուսապար Կարելն է, հա մեկ է մեկ բան մեզ եմ, ժողովրդի մոտը կա շատ մեծ հույս, մի կոդրեք էդ հույսը խնդրանքս է, մարդիկ հույս են կապել ձեր հետ ու ձեր ուժի հետ, Սամվել Կարապետյանի հետ, մի փորձեք մարդկանց հանգարց այդ հույսը կոդրել ու հա պետք է ամեն օրվա խոսույթի մեջ մտցնել նաև քաղաքական վենդետան այո պետք է լինի Հայաստանում քաղաքական վենդետա պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը ինչու համար բերեք ասեմ Ռոբերտ Քոչարյանին պետք է հարց տանք եղբայր որ դու տրամվայի կծերը հանեցիր դու Չգիտես որ դա ռազմավարական նշանակություն ունի եւ գործարաններ է իրար կապում Ռոբերտ Քոչարյանին պետք է հարց տանք եղբայր որտեղից է ամենը քեզ Սերժ Սարգսյանին պետք է հարց տանք պարոն Սարգսյան ինչպես ստացվեց որ 2012 թվականը մինչև Ադրբեջանում այդքան մեծ ներդրումներ չկային բայց ձեր Ալիև Պուտին հանդիպումից հետո Ադրբեջանի էկոնոմիկա $20 միլիարդ փողներ բեռնվավ Ինչ գարանտիա տվեցիք դուք Ալիևին, որ Ադրբեջան Անգլիան $20 միլիարդ ներդրում բերավ։ Այս հարցերը ձեզի չեն տվեցող, ցավոտ հարցեր են, շատ շուտով ես ձեզ տալու եմ սրանք։ Հերիք է, մենք չկանք, այդ քաղաքական վենդետա պարտադիր է, դա պահանջ է ժողովրդի կողմից։ Պահանջ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պատասխան տա այդ 5000 զոհի համար։ Պահանջ է, որպեսզի միջազգային հետապնդում հայտարարվի եւ Արմեն Սարգսյանը Հայաստան եւ պարտադիր են նրան պատասխան տալու իր տխմար արտահայտությանը, որ Հայաստանը չի խփելու ոչ մի ինֆրաստրուկտուրային Ադրբեջանի։ Պահանջները շատ են։ Եվ դա լինելու է քաղաքական վենդետա, այո, երկիրս քանդել են 35 տարի։ Ու պետք է պատասխան տան ցանկացածը։ Ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կայնած մի տխմար արտահայտվի Նարեկ Կարապետյանը, երբ որ տալիս է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, պետք է ոտքի կանի լողանան որ իրավունք ստացնես, լուրջ խոսակ։ Լուրջ եք սաղը, տեմպես սաղը բարի տագիկ ես չեմ ասնեն չտագիկ։ Այո, բոլորը քաղաքական վենդետայի հետարվին, այդ լուստրացիա կոչեցյալը, դատավորները, այն մարդիկ ովքեր որ փախար ռազմատաշտից երեխեքի թողին մենակ, այն մարդիկ ովքեր որ գերիների ծնողներին գծեցեն, բոլորը պիտի պատասխան տան։
Եվ սա շատ կարևոր է, սա պետք է լինի ուղին, ճանապարհի։ Սրա համար է ժողովուրդը գալիս ու ավելի կգան, երբ որ իմանան, որ կա արտարության ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ դրեց իր կառավարումը ժողովրդի, նայեք տեսեք ինչ կսեն, էգոիզմի վրա։ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության օգտագործելով ժողովրդի էգոիզմը։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը դրողը հասկացել էր մեր բանը, կամերա պետք չեղնի, վարկերը պետք չտա, սիկ պետք չենե։ Դες մարդիկ գիտեին, թե Նիկոլն որ եկավ, իրանց պետք է ազատել ամեն ինչից։ Նիկոլն եկել է ցդի վրա։ Ու այսօր մենք պարտավոր ենք այդ ցդերը սախանելու ջրի երես, ու այդ մարդուն պատասխանի առաջ կայացնելու։ Չկա են, մոռացեք են, թեզ նորա բանը ոչ հանրային ընդունված է, որ հին նախագահների մի ձեռք չտանք, շես աղնեպ պատասխան տա։ Եթե չկա քաղաքական վենդետայի նպատակ, չկա ժողովրդի բարեկեցություն, չկա բարեկեցություն ժողովրդի։ Քանի ժողովուրդ արտարությունը չեն զգացել, քանի ժողովուրդը չեն հասկացել, որ պատժվել են բոլորը, ոչ մի անգամ արտարություն չի լինելու։ Ապագան նորից նույն ձև են կերտելու, նորից սխալներով։ Այդ պատճառով մի բա պետք է կանգ առնենք, փակենք այն էջերը, որոնք որ կային, սկսենք նոր էջից, բայց այս հին էջը պետք է պարտադիր այս հին գիրքը լրիվ ուսումնասիրվի ու պետք է պատասխան տան նրանք, ովքեր որ բերել են այսօր հայ ազգի կայունացրել այս վիճակին։ Նրանք, որ տարիներով գրանտներ են ստացել եւ ժողովրդին բերել կայունացրել են սրատեն։ Նրանք, ովքեր ծառայել են այլ երկրներին, Անգլիա կերնի, Ամերիկա կերնի, դեպուս Ռուսաստան կերնի ու քանդել են այս պետություն։ Եվ սա պարտադիր